Բարի օր արգելի հետևորդներ, ABC Media-ն ուղիղ եթերում է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորի մասին նախամար։ Բանակցություններ Օմանում և զուգահեռ կոչեր Միացյալ Նահանգներից Իրանում գտնվող իր քաղաքացիներին, ինչ զարգացումներ կան հարևան Իրանում։ Եղբայրության մրցանակ բեմին, իսկ կուլիսներում կեղծ դատավարության վճիռներ, Բաքվի երկակի խաղը։ Դատ ու դատաստան Երևանում, հետապնդումների մասին հերքումներ Մոսկվայում, ինչ է հայտարարել Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնությունում։ Որտեղ եք տեսել հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանքներ։ Եվրոպական հասարակությունն ընդդեմ ադրբեջանական բռնաճնշումների, միջազգային արշավը նոր թափ է ստանում։ Մեր հարևան Իրանում լարվածությունը չի թուլանում։ Միացյալ Նահանգներն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը ցամաքային ճանապարհով, Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով։ Դա պատճառաբանելով երկրում անվտանգության խստացված միջոցառումներով, հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումներով, ճանապարհների փակմամբ, ինտերնետի արգելափակումներով և դեպի Իրան և այնտեղից թռիչքների սահմանափակումներով։ Իսկ այսօր Օմանում նախատեսված է Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունը Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ Միացյալ Նահանգների պատվիրակությունը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Կհաջողվի արդյոք բանակցության միջոցով հանդարտեցնել վիճակը, դեռևս պարզ չէ։ Ադրբեջանում լրագրողների նկատմամբ շարունակվող բռնաճնշումների դեմ պայքարի միջազգային արշավը նոր թափ է ստանում։ Գեղարդվելուծական հարթակը գրել է, որ լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը Բեռլինի, Փարիզի և Բեռնի կենտրոններում ուսումնասիրել է բանտերում գտնվող լրագրողների պահման պայմանները։ Ըստ կազմակերպության, գործող համակարգի նկատմամբ իրենց քննադատական մոտեցման համար անկախ լրագրողները ստիպված են դիմանալ տանջանքներին, հոգեբանական սպառնալիքներին, միջատներին, կեղտին, մնալով ադրբեջանական բանտերում տիրող անմարդկային պայմանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները չպետք է ուժի մեջ թողնեն ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի որոշ դրույթներ։ Պետք է մեր մասնագետներին հանձնարարենք աշխատել նոր բարելավված և արդիականացված պայմանագրի վրա, որը կարող է երկար ժամանակ ծառայել, այլ ոչ թե երկարաձգեն գործողը։ Այն կնքվել է Միացյալ Նահանգների համար ոչ ձեռնտու պայմաններով և ավելին լրջորեն խախ տվում է այն, ասել է Թրամփը։ Ռուսաստանը և Ուկրաինան Աբու Դաբիում քննարկել են հրադադարի հաստատմանը և ռազմական գործողությունների դադարեցմանն առնչվող հարցեր, հայտնել է Սթիվ Ուիթքոֆը։ Նրա խոսքով եռակողմ խորհրդակցությունները կշարունակվեն առաջիկա շաբաթներին։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ երեկոյան անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել։ Հանդիպման հիմնական թեման այսօր սպասվող Միացյալ Նահանգներ-Իրան միջուկային բանակցություններն են եղել։ Մենք չենք ուզում նոր պատերազմ տարածաշրջանում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնելով, որ հեռախոսազրույցներ է ունեցել Դոնալդ Թրամփի և Մասուդ Փեզեշքյանի հետ։ Մենք հույս ունենք, որ խնդիրները կլուծվեն երկխոսության միջոցով և որ մեր տարածաշրջանում նոր հակամարտություն չի բռնկվի։ Մենք կձգտենք ամրապնդել բանակցությունների հիմքը թե դիվանագիտության միջոցով, թե այլ մակարդակներում, ասել է Էրդողանը։ Իրանում ստեղծված իրավիճակին են անդրադարձել Չինաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարները։ Դոնալդ Թրամփը Սի Ցզինփինի հետ հեռախոսազրույցը բնորոշել է գերազանց։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև այլ հարցեր, առևտրից մինչև հակամարտություններ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին 3 տարի առաջ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։ Ցավակցությունից զատ Ալիևը նշել է. «Վստահ եմ, որ մեկ ազգ երկու պետություն փիլիսոփայության վրա հիմնված ադրբեջանա-թուրքական ամուր միասնությունն ու ռազմավարական դաշինքը կշարունակեն նպաստել մեր ժողովուրդների բարգավաճմանը և կծառայեն տարածաշրջանային կայունության, անվտանգության և կայուն զարգացման ապահովմանը»։ Մոսկվան հերքել է պնդումները, թե Ջեֆրի Էփշտեյնը ռուսական գործակալ է եղել։ Կրեմլը հայտարարել է, որ չի ցանկանում ժամանակ վատնել, պատասխանելով արևմտյան լրատվամիջոցներում տարածված անհիմն ենթադրություններին։
Պիրենեյան թերակղզում մոլեգնած Լեոնարդո փոթորկի հետևանքով Իսպանիայում եւ Պորտուգալիայում տարհանվել են հազարավոր մարդիկ, փակվել են դպրոցներ, չեղարկվել է գնացքների երթևեկությունը։ Փոթորկի հետևանքով Պորտուգալիայում մահացել է 60-ամյա տղամարդ։ Թրամփը մտադիր է Վաշինգտոնում կառուցել հաղթական կամար 76 մետր բարձրությամբ։ Այն մի փոքր ավելի բարձր կլինի, քան Փարիզում գտնվողն, ասել է նա։ Ես իսկապես կարծում եմ, որ դրախտ կընկնեմ, հայտարարել է Թրամփը։ Ես կատարյալ թեկնածու չեմ, բայց շատ բարիք եմ գործել կատարյալ մարդկանց համար, ասել է նա։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Նախկին հոգևորականներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը դատական հայց են ներկայացրել Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Վիճարկում են ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունները։ Կարգալույց հոգևորականները պահանջում են անվավեր ճանաչել կաթողիկոսի իրենց կարգալույց ճանաչելու որոշումը։ Զուգահեռ շարունակվում են սրբազան հայրերի դեմ դատական գործերի քննությունը։ Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվելու է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի գործի քննությունը։ Երեկ էլ Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործի վերաբերյալ դատական նիստն է։ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդել է դատարանին, որպես վկա հարցաքննելու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին եւ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին եւ եւս երկու անձի։ Պաշտպանական կողմը հիմնավորում է, որ Վարդապետյանն ու Պողոսյանը հարցազրույցներ ունեն այս գործի վերաբերյալ եւ պարզաբանող հարցեր տալու անհրաժեշտություն կա։ Իսկ այս ամենի фоնին Ալեն Սիմոնյանը, որը Մոսկվայում է, ռուս լրագրողներին հավաստիացրել է, որ հայ առաքելական եկեղեցին չի ենթարկվում որևէ հալածանքի։ А где вы видели гонения на армянскую апостольскую церковь? Որտեղ եք տեսել հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանքներ։ Եթե դուք տեսել եք նման հալածանքներ, ես կմիանամ ձեզ։ Մենք միասին կցերենք մարդկանց, որոնք հալածանքներ են կազմակերպում հայ առաքելական եկեղեցու դեմ։ Իրականում դա չկա։ Կան քրեական հանցագործություններ, կան բարոյական հանցագործություններ։ Апостольской церкви есть ու փորձագիտական դաշտը խոսում է հնարավոր բոլոր հարթակներում։ Բաքվում գտնվող մեր հայրենակիցների մասին, որոնց դատավճիռները երեկ է Ադրբեջանը հրապարակել։ Արցախի պետնախարար Նժդե Իսկանդարյանի խոսքով վճռից ընդամենը 1 օր առաջ Փաշինյանն ու Ալիևը ստանում են մրցանակ, որին ներկա են միջազգային բազմաթիվ ղեկավարներ եւ պատվավոր հյուրեր։ Հետո Բաքվում դատում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Ոչ մի արդարություն չկա, գրել է Իսկանդարյանը։ Աշխարհը տեսնում է ձևական խաղաղության լույսը, բայց իրականությունը պարզ է եւ հստակ։ Մեզ ճնշում են, մեր պատմությունը լրացնում են, իսկ ճշմարտությունը փորձում են փոխարինել ստով ու ձևականությամբ։ Մարդիկ, որոնց պաշտոններն ու անունները կապված են Արցախի ու արցախցիների, մեր ժողովրդի պատմության հետ, գտնվում են դատարաններում, ենթարկվելով քաղաքական բարձավանքի եւ մեղադրանքների։ Բոլոր պատանդներին պետք է անմիջապես ազատ արձակեն։ Դռնփակ կեղծ դատավարությամբ կանխորոշված վճիռներով Ադրբեջանը հաստատեց, որ հակառակ խաղաղության մասին խոսույթին ու ձևական քայլերին Հայաստանի գործող իշխանության մեղսակցությամբ շարունակում է իր հակահայ քաղաքականությունն ու վարքագիծը, հայտարարել է ՀՅԴ բյուրոն։ Կոչ են կանում մեր տարածաշրջանում իսկական խաղաղության ջատագով ուժերին, առհասարակ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ արդարության համար աշխատող միջազգային բոլոր կառույցներին հետամուտ լինել եւ աջակցել հայ գերիների ազատ արձակման հարցում։ Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև իսկական խաղաղության մասին կարելի է խոսել միայն արցախցիների անհատական ու հավաքական բոլոր իրավունքները, ներառյալ պատանդների հայրենիք վերադարձը ապահովելու ճանապարհով։ Ըստ միասնության թևեր քաղաքական նախաձեռնության տեղի ունեցածը նշանակում է, որ ապագայում հայ ցանկացած գործչի, ցանկացած քաղաքացու կարող են ազատազրկել կեղծ դատավարության միջոցով, իսկ Հայաստանի ներկայիս իշխանությունը միայն օգնում է Ադրբեջանին մաքրվել հանցանքներից, սպիտակ ներկայանալ աշխարհին, բայց իրականում Ադրբեջանը շարունակում է թշնամանքն ու զինվելը։ Պատասխանատու եւ հայրենասեր կառավարությունն ամեն ինչ կաներ, որ այս ողջ դատական ֆարսը, իսկ իրականում հակահայկական գործողությունները տեղի չունենային։ Ամբողջ աշխարհին մանրամասն ցույց կտար, որ դրանք կեղծ են։ Ապացուցում են, որ Ադրբեջանը ունի խաղաղության մտադրություններ եւ այդ շինծու դատավարություններով նպատակ է հետապնդում ստեղծել Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ու ճնշման նոր հիմքեր։ Զուգահեռ միջազգային օրակարգի եւ խաղաղության օրակարգի մաս կդարձներ ադրբեջանական օկուպացիայից Հայաստանն ազատելու, Արցախահայության վերադարձի իրավունքի հարցերը։
Խաղաղությունը չի կարող անջատ լինել արդարությունից, չի կարող հռչակվել խաղաղություն, իսկ Բաքվում հայ գերիները ցմահ ազատազրկման ենթարկվեն։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Ապոիլին պատկանող լցակայանում խախտումներ է գտել։ Ընկերությանը ենթարկելու են վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով, կասեցրել են լցակայանի բենզինի վաճառքը։ Բիտքոյնը վերջին 15 ամսվա ընթացքում հասել է ամենացածր կետին, չնայած կրիպտոարժույթի նկատմամբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անձնական եւ հանրային աջակցությանը։ Մեկ բիտքոյնի արժեքը այժմ կազմում է $66,000, ինչը նրա ամենացածր մակարդակն է 2024 թվականի հոկտեմբերից ի վեր։ Իսկ 2026 թվականի սկզբից կրիպտոարժույթի գինը նվազել է 24%-ով։ Անկումը տեղի է ունեցել բիտքոյնի գնի ամիսներ շարունակ գրանցած աճից հետո։ Կրիպտոարժույթը նախորդ տարվա հոկտեմբերին հասել էր բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակին $122,200։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի ժամը 15-ին առայժմ։